Խնդրեմ մեր աստվածաշունչները բանանք Քին թագավորաց 18-րդ գլուխ։ Քին թագավորաց 18-րդ գլուխ։ Մեկ բան եթե հաստատ մնաց մարդուս համար անալ Աստծո խոսքն է։ Ես գսիրեմ Աստծո խոսքը, որովհետև չի փոխվիր։ Իմ մուդես գախյալ չէ։ Ամեն անգամ որ բանամ, գիտեմ ինչ պիտի է։ Ունիս այդ բարեկամներն, որ ասենք ամեն անգամ որ լավ չսկաս, գիտես իրեն զանգեսն է, ասես քիչիկ պիտի ոգևորվես, լավ պիտի սկաս, սո գիտես որու պիտի զանգես, որովհետեւ քեզի երբ բարձրացնե, չէ։ Քու ցանկիդ ովևէ պայմաններու մեջ ակտնվիս, ամեն անգամ որ աս խոսքին երթաս գիտես, որ ասիգա հետ քեզի ինչ պիտի է, ոտքի պիտի անե, բայց քեծիկ բանը Աստծո խոսքին քեզի միան ոտքի չի աներ, ոտքի հանելու սիրուն, քեզի ոտքի գանե ոչ թե միան խոսքով, այլ նաև կորձով, եւ գանե քեզի ոտքի, իր հետը քեզի գանե ոտքի եւ քեզմով ուրիշներուն գանե ոտքի։ Ամեն։ Այսօրվա նյութիս խորակիրն է համարցակ հավատք Աստծո խոսքի վրա։ Եվ հետևաբար պիտի սկսեմ գարթալ 16-րդ համարեն 18-16։ Գսե Աբտյան գնաց ու թիմավորեց Աքահապին եւ հայտնեց նրան։ Աբտյան ծարան էր Աքահապ թագավորին եւ նաեւ աստվածաբախ էր։ Իսկույն նրան ասաց, եւ Աքահապը գնաց Եղիային թիմավորելու։ Եղիան ալ մարգարեն էր։ Աքահապ թագավորը Եղիա մարգարեին կփնտրեր։ Հետևաբար որ Աստված մարգարեին ասավ գնա եւ երևացիր թագավորին, ելավ եւ Աբտյային տեսավ, Աբտյա ծարային ասավ գնա Աքահապ թագավորի մոտ ասես կուքամ։ Հետևաբար Աքահապ թագավորը մոտեցավ իրեն թիմավորելու Եղիային։ Եվ հենց որ Աքահապը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այ դու ես ով Իսրայելի նեղիչ»։ Մատակավորը իրեն ամփոչ ասկերուն մեջ կփնտրեր եւ չեր գտներ իրեն, աս մարգարեին, որով գլուխը դարձուց, մեկ ադելավ իր արջևը խոսում էսավ դերոճմե, լման երգիրը սով եղավ իր բաժարով, իրեն կփնտրեր եւ վերջապես կդավ իրեն եւ իրեն ասավ. «Թունես այդ մարգարեն ով Իսրայելի նեղիչը գոչեց»։ Եվ մենք ասի արջի անգամ գխոսեինք, որ չի ցկեց Եղիա, որ իր յետևի գտնվող ոգին իր վրան աստե։ Հետևաբար ելավ պատասխանեց եւ իրեն ճշմարտությունը ասավ ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու եւ քո հորն է։ Քո հորը դունը, քո կերտաստանը, որ դիրոջ բադվերները թողնելով գնում են փաղների յետևից։ Ճշմարտությունը ասավ։ Քեծիկ բանը որ Եղիայի կյանքի մեջ կտեսնենք, որ Աստծո խոսքը եւ որ իր կյանքին համար փամը գսկե, անգե ինքը չէր քաշվեր։ Եվ որ փամը ասավ Աստծո խոսքի իրեն, ինքը անով վրա գեցավ հաստատ։ Եթե բեք գար նույնիսկ թագավորին հանդիմանեց, թագավորին ասավ թունես հանցավոր գնաս Երևակել, մեգա համարցագի թագավորին ասպես փամը ասե։ Բայց Եղիան գրծավ ասել, որ խոսքին վրա հիմնված էր ինքը։ Եվ մեր ագյանքի մեջ շատ անգամ Աստծո խոսքը բաներ գուկա ասելու մեր որոշումն եթե պիտի մնամ ալոր վրա կամ պիտի վազանցնի մանգե, որովհետև պայմանը հիմա հարմար չէ, հիմա թագավորը եկավ, պետք է հարկես թագավորին։ Չես նա թագավորին ելես հիմա բամը ասես նեղանա ինքը, չէ՞։ Կամ ինձի փանն է դե, ինձի սպանի, ինձի այսն է, այն կամ հիմա ընտանիքիս արչև ինչու պիտի խոսիմ ասիգա։ Կամ եղբայրս հիմա ասպես ասավ, քույրս ասպես ասավ, մայրս, հայրս եւ այլն, չէ՞։ Ասպես պիտի իսեն, ասանք կգարձեն պիտի իսեն, նոնո խոսքին վրա պիտի գնաս, որով Աստծո խոսքն է ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ պիտի ազատագրի, ասավ Հիսուս։ Խոսքն է ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ պիտի ազատագրի։ Հետևաբար եթե ես ազատագրումի պետք ունիմ, ես խոսքին պետք ունիմ եւ խոսքին ճշմարտությունները ինձ պետք է հայտնվին եւ ես անոր վրա պետք է հենիմ։ Ամեն։ 18-րդ համարվու նյութս հոստեն գսկսի։ Նա ասաց. Ես չեմ ներել Իսրայելին, այլ դու եւ քու հոր դունը, որ դիրոջ բադվերները թողնելով գնում ես փաղների յետևից։ Եվ հիմա մարդ ուղարկիր եւ հավաքիր ամբողջ Իսրայելին ինձ մոտ Գարմեղոս սարի վրա եւ փաղի 450 մարգարեներին չասվածին մարգարեները եւ Աստարովտի 400 մարգարեներին, որոնց գերագրվում են Հեզապելի սեղանից։ Եվ Աքահապը մարդ ուղարկեց եւ Իսրայելի բոլոր որդիների մոտ եւ հավաքեց մարգարեներին Գարմեղոս սարի վրա։ Մեկը ինձի հստակ ասեք, ով է թագավորը ազգ պատմության մեջ։
Եղիան է կամ ակահապն է, գանի ես սխալ գարձեմ կգարտամ գոր այստեղ, ես լավ չեմ հասկնար այստեղ, շիդակ կգարտամ արդյոք կամ սխալ կգարտամ այստեղ, ով որու կհրամայ այստեղ, պրնեցիր ադի, դեսար ադի, արջևդ ակահապ թակավորը գա, մարկարեն հիմա իրեն կհրամայ է, գսե, կնա մարկարեները ամեն սուտ մարկարեները հավակ է, ժողովուրդը ամեն հավակ է, ինձի գարմեղոս լերը կդեսնես։ Եվ ինչ էր ավակապ, ոտքի ելավ, արապները գսեն մտլես շատ էր, ոտքի ելավ և կնաց և վերավ ադիգա, գադարեց այդ խոսքը և այսպես պետք է ելա սիրելիներ։ Եբ եղյա ճշմարտության վրա գեցավ, Աստծո խոսքին վրա, Աստծո խոսքը իրեն բարձրացուց դեղմը, որ ինքը իշխանություն ունի հիմա նույնիսկ երկրի թագավորներուն վրա, երկրի պայմաններուն վրա, այսօր գրնալալ թակավոր չէ, գնա նախակա է կամ գրնալալ երեսփոխան է կամ չգիտնամ, բայց ուրիշ թակավորներ ագան հիվանդությունը, ադա թակավոր է, իր ուզածը գնե որ կյանքիդ մեջ, աղքատությունը, ադա թակավոր է, դիրեր է քու վրատ, եւ իր ուզածը կգադար է, անօթությունը, մոլությունը, գաբանքը, մեղքը, այս բոլորը թակավորներ են, գդիրեն գոր վրա, դիրում են Եվ ով որու պետք է հրամայ է, թշպախտապար այսօր գտեսեմ հավատացյալներ, որոնք և այսպիսի թշնամի են եկած խոսքեր կան, ադոր գհնազանտին, գսեն հա, օքեյ, ուրեմն ասիգա դերոչը գամ կնե, ասի վանտությունը ուրեմն դերոչը գամ կնե, նո, տուն գվորոշես, ինչին վրա բիդի գենաս, խոսքին վրա բիդի գենաս, ճշմարտության վրա, և իցես կնաս տեղեն, Գամ բիդի ընդունիս ասիգա ճշմարտութեն են վազ բիդի անցնիս։ Եվ ադոր համար կդեսնես շատ հավատացյալներ կան, որոնք խեղճ գաբրին, հաղթական կյանքը չեն ապրիր, խեղճ գաբրին, որովհետև ճշմարտությունը չեն ջանցած, եւ եթե ալ ջանցած են, անոր վրա չեն գեցած։ Խոսքին վրա գեցավ Եղիա ասելով իշխանություն ունի հիմա, թակավորին վրա, թակավորին գսե, թևերուն գսե, թևերը գհնազանտին իրեն։ Գհրամայե Դեր Հիսուսով իմ եկեղեցիս այս ժայռին վրա պիտի հիմնեմ։ Ով է ժայռը? Քրիստոսն է ժայռը, ինքը գսե։ Քրիստոսն է ժայռը, ինք խոսքն է ժայռը, իր ճշմարտությունն է ժայռը, եթե ես այդ ժայռին վրա հնիմ, եկեղեցիս այս ժայռին վրա պիտի հիմնեմ, ասավ Դեր Հիսուս։ Եվ դժոխքին դռները պիտի չգրնան իրեն հաղթել գսե։ Դժոխքին թուր եւ գխոսի, ասին ամեն իշխանությունը հոն է։ Առաջվա օրերուն բարիսներուն վրա չէին գնար, թռներուն վրա կգենային թադավորները, իշխանավորները, հոն թռներուն վրա կգենային։ Գսե թժողքին թռները, այսին ամբողջ թժողքին իշխանությունն ու զորությունը պիտի չգնա քեզի թեմելել, եւ դու նա ժայռին վրան ես հիմված։ Գսե ինչ որ գաբես պիտի գաբվի, ինչ որ արցագես պիտի արցագվի։ Ոստեղ գտեսնես Եղիան հիմա որու գարցակ եղոր, որու խոսք եղոր, թակավորին, գսե որ կնա, եւ ադիգա գլուխը արավ, կդարեց։ Իր համարցակությունը նայեցեք Եղիային, ու դեր եկավ իրեն ասպես համարցակություն։ Ու թակավորին այսպես խոսքս է։ Հիմա սկիզբը եւ որ 17-րդ գլուխուն ու սկիզբը երբ նայիս Եղիան ելավ եւ խոսք հայտարարեց, չեմ կարծեմ մեկը իրեն նայեցավ նույնիսկ։ Թակավորը ով գիտե կովինսավ նայ ասխենտին նայ, ինչ կսե։ Եղեր սով պիտի ելա երկրի մեջ։ Չեմը։ Բայց հետո եւ խոսքը գադարվելու սկսավ, այլևս ամբողջ երկիրը սկսավ իրեն փնտրել։ Հանգարց իշխանություն սկսավ ունենալ։ Եվ դու խոսքով կալես, իշխանություն պիտի սկսես ունենալ։ Եվ ոնց կուզեմ կարևոր բանը շեշտել, կուզեմ քովդ լավ ասիգա փորակրես սրդիդ մեջ։ Իշխանությունը չի կար քու նգարակիրետ։ Քու դաղանտետ եւ քու ցիրկետ իշխանությունը գուկա Աստծո խոսքին վրա են գենալեն ասի լավ արցանկրեքու մեջ ինչու որ շատ քրիստոնյաներ գտեսնեմ որոնք եւ ես ամեջը լալով դարիներու ընթացքին շատ տեսած եմ որ գսեմ ես չեմ գրնար ասիգա անել մեկա տուն քեզի Եղիային դերթիր տուն բի գրնայր Եղիային հրաձանել բադասխանը պետք է լա այո Ինչու, որով Եղիան իր անձին վրա չէր վստահած աս բոլոր բաները անելու, խոսքին վրա գեցած գներ ասի, ասված իրեն գսեր, գշարժեր, ասված իրեն փամը գսեր, արի գներ, խոսքին վրա էր, իր իշխանությունը ոնգե եկավ, թե ոչ իր խոսքը ոչ սով բիտ բերեր, ոչ այ երկինքեն գրակ պիտի չեցներ,
Իր նկարակիրը չէր, մարդիկ գնային Եղիային գսեն Եղիան իր բացմությունը գարտաս, աս բատկերը գունենաս Եղիային մասին, որ հերոսը մներ ասիգա, չէ՞։ Թագավորին արչև գեցած է, երկինքեն գրագի չեուցած է, մերելը հարություն դված է, քսես Եղիա, այսին նկարակիր ունի ասի։ Եղիային մարդ զինվորներ մոտեցան, երկինքեն գրագի չեցուց ամենու մերցուց։ Հեսավ եթե ես Աստծո մարդն եմ հսավ, թող երկինքեն գրագի չեցնեց, ցեզի լապե ամենուն լապեց, ով եկած էին իրեն թեմ։ Այսին Եղիա մարգարեին բացմությունը նայես գգարձես եւ հոս կնենք մեր սխալը հոս է։ Գգարձենք, թե Եղիային նկարակիրը եւ իր ցիրկը կամ իր դաղանտը, իր բարգևները թեր խաղցան, իր ծառայության մեջ պատադից ճշմարտություն չէ։ Եղիային բացմությունը բնավ պիտի չի գիտնայինք, եթե ինքը Աստծո խոսքին վրա գեցած չլար։ Իր իշխանությունը չեկավ իր նկարակիրեն, իր իշխանությունը եկավ Աստծո խոսքեն։ Քուալ իշխանությունը թևերու վրա պիտի չի կա քու նկարակիրեդ, քու ցիրկեդ, քու դաղանտեդ, քու ասին չգամանին չենելեն, պիտի կա Աստծո խոսքին եւ ճշմարտության վրա գենալեն, ժայրի պես վրան պիտի գենաս։ Հոն քեզի գբարձրացնե Աստված։ Եթե բավական երկար մնաս Աստծո խոսքին վրա, ժամանակ մի հետ կպիտի տեսնես Աստծո խոսքը քեզի իշխանության տիրքի վրա տրած է։ Թևերը սկսան քեզի նազանտիլ։ Հիվանդությունը քեզի սկսավ նազանտիլ։ Դգարությունը քեզի սկսավ նազանտիլ։ Բայց կարևորը որ դու խոսքը հրճագես։ Կարևորը խոսքին վրա գնաս, քու խոսքիդ վրա չէ։ Հա? Քու վարդապետության վրա չէ, քու գարձածներուդ վրա չէ, քու գարձիկներուդ վրա չէ։ Հարկելի են գարձիկները, բայց Աստծո խոսքը բարձրակույն դեղն է։ Okay? Հաջորդ գետ, որ գետ կովդ կուզեմ փորակրես, արցանակրես։ Աստված չի բարձրացներ ծառայողներ։ Աստված կբարձրացնե իր խոսքը։ Նորեն մի դիսեմ ասում։ Աստված չի բարձրացներ ծառայողներ։ Աստված կբարձրացնե իր խոսքը։ Եվ դու նա խոսքին բռնված ես, խոսքին է դով նայ պիտի բարձրանա ծառայողը։ Իր խոսքը գահարք է, իր անունեն վեր, իր անձին եւ իր ինքնության հետ կապված է իր խոսքը։ Եթե իր խոսքը խախտե ինքը, ամբողջ դիեզերքը պետք է խախտվի, ամբողջ օրենքները պետք է խախտվի, պետք է կյանքը բջանա։ Ինքը իր խոսքին դերն է։ Չի գնա իր խոսքին հագասել, բնավ։ Չի գնա իր խոսքը անդեսել, ինքը հավատարիմ է խոսքին եւ իր խոսքը պիտի բարձրացնի։ Եթե դու իր խոսքը հրճագես, պիտի կատարվի։ Իր խոսքն է, քո խոսքը չէ։ Եթե դու իր խոսքը հրճագես, պիտի կատարվի։ Եվ որ դու իր խոսքին բռնված ես, դու իր հետը պիտի բարձրանաս։ Մենք շատ գաբված ենք գարձելով, որ մարդիկ իրենց դաղանտներով են որ կբարձրանան կամ իրենց քարիզմային բանջարով, իրենց նկարակիրին բանջարով, բայց եթե Աստվածաշունչը սերդես եւ կամ բացմությունը սերդես, պիտի տեսնես Աստված կորզածած է մարդիկ, որ բամը չունեին։ Մարդիկ, որ դու նույնիսկ չէր սпасեր իրենց մեր բամը։ Եվ Աստված իրենց կորզածած է, որ իր կորձերը է։ Եղիային բացմություն չեն ոչ մարգարեի սերունդը եկած է, ոչ քահանայի սերունդը եկած է, ոչ թագավորի սերունդը եկած է, այսին իր CV-ին նայիս բամը չունի, ռեզումեի մեջ բամը չունի։ Մի անտե Աստծո խոսք ուներ եւ հավատքով այդ խոսքին բռնված ինքը շարժեցավ։ Եվ ադիգա իրեն համար իր բդուղը բերավ։ Եբրայեցիս 4:2 գարտանք մեկադարակ։ Եբրայեցիս 4:2 Գսե որովհետև մեզ էլ նրանց այսին հрьяաներուն բես ավեդել մեզի ավեդիսը ասավ ինչպես հрьяաներուն հասավ բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց գնաս Երևանայել խոսքը իրենք լսերան բայց իրենց օգուտ չբերավ ինչու որովհետև լսողների մեջ հավատով չներթափանցեց հավատով չընդունեցին այդ ինչ որ լսեցին Սա խոսքը միան լսերը քեզի օգուտ չի դար Խոսքին հետ նաև ինչ պիտի խառնես հավատք եւ որ դու հավատաս այս խոսքը այն ադեն աննիվները կսկսի դառնալ եւ որ ես միան գլսեմ լսելու սիրուին ամեն գսեմ գցկեմ գերտամ ինձ ադի օգուտ չի դար հрьяաներն լսեցին թարերով լսեցին իրենց օգուտ չդվավ հալածեցին Աստծո խոսքը սպանեցին իրեն խաչի վրա այսին իրենց օգուտ չդվավ գսե որովհետեւ հավատով չխառնվեցավ բայց երբ դու հավատով խառնես այն խոսքը որ դու գլսես ադի քեզի փոխե իշխանությունը չի բարձրանար միան խոսքը լսելով իշխանությունը կբարձրանա խոսքը
այնպես հավատամ, որ իմ կյանքի եղելություններեն, պայմաններեն, դեսածներեն ավելի իրական դառնական քան ադոնք։ Այս խոսքը ավելի իրական պետք է ելնա ինձի, քան մյուս բոլոր բաները, որ կյանքիս մեջ ունիմ։ Դու կտեսնես եւ կհասկանաս, եթե մեկը բանի մը հավատա, աչքերեն գոհոսի, փերանեն գոհոսի, կտեսնես անոր մասին ալ գոհոսի։ Չէ՞։ Չես կնար իրեն զսպել, եթե ես կհավատամ, որ այս աբրանքը iPhone-ը խենթանալիք է, հա? Աչքը ցախին գերտամ Android դեսնեմ նե մեգա շալգերը ինչ կնեմ։ Ասեմ ինչ է ասի Android շալգերը, iPhone-ը պետք է առնես։ Ես կհավատամ աս աբրանքին։ Չէ՞մը։ Ասի շատ բարձ օրինակ է, բայց ես Աստծո խոսքը անգամ պիտի հավատամ, իմ հիվանդութենես ավելի պիտի հավատամ, մինչ որ Աստծո խոսքը ինձ ավելի իրական չի դառնա, քան հիվանդությունս, բժշկություն չեմ ստանար։ Ոչ թե որովհետև Աստված չուզեր որ քեզի բժշկել, որովհետև այդպես է որ մարմնանա Աստծո խոսքը հավատ կուզե, որովհետեւ ձիլ դա, ինչպես որ հունդը գառնես հողի մեջ կտնես բեկե մեռնի, որովհետեւ ձիլ դա։ Նույնպես հունդը գառնես հավատքի մեջ կխառնես ձիլ գուդա, եւ գսկսի բդուղ հանելի վերջո, ծարի վերածվի։ Ես պետք է հավատամ եւ իսկապես հավատամ Աստծո խոսքին, այն ադեն, երբ որ ես հավատամ, ես խոսելու կսկսեմ։ Գուզես գիտնալ, թե դու ինչի կհավատաս։ Նայր ինչ կխոսես։ Լավ նստեց ասի։ Գուզես նայր դու ինչի կհավատաս իրական։ Նայր ինչ կխոսես, նայր շրթներդ ինչ դուրս կելնե։ Ադիդ քեզի ցույց կուտա, թե դու ինչի կհավատաս։ Որով քու պերանեդ ելածը քու սրդեդ կելլե գսե ասվա դեր Հիսուս։ Քու սրդիդ մեջի եղածը քու ներքին աշխարհիդ ներքին անցիդ մեջ ինչ կա քու շրթներդ դուրս կելլե։ Եթե ես կհավատամ, ես պիտի մեռնիմ, 1000 անգամ ալ աղոթեսնե, կամ ես աղոթեմն է, բան պիտի չտեսնեմ, որով ես ինչ կհավատամ իրականում, պիտի մեռնիմ։ Ժայրին վրա չեմ դրած իմ հավատքս, ինչի վրա դրած եմ, սատանայի նսածին։ Ադոր բռնված եմ, ադոր ավելի ճշմարիտ, այսինքն իմ ցերկս է, ես ինչ բդուղ պիտի տեսնեմ։ Ես շատ անգամ դժվարից կուկա երբ տեսնեմ մարդիկ ասենք depression-ի մեջ են, ընկճվածության մեջ են։ Գուկաս իրեն Աստծո խոսքը գուտաս, ինքը գառնե ադիգա աղբ կտապ է, ժխտականը կխոսի։ Գենամ ասպես կսեմ, Աստծո խոսքը քեզի բանը կսե, ինչ կսես որ։ Բիդի մեռնիմ կսելակ, ինչ պիտի մեռնիս։ Արտնցիր մեկան, ինչ պիտի մեռնիս։ Հիսուս եկավ վերքերով քեզի բժշկեց։ Դու քեզի բժշկություն գա հիմա, Հիսուս խաչի ելավ, մեռավ, խաչվեցավ, հարություն արավ, որ դու չի մեռնիս, ինչ կխոսես հիմա ես պիտի մեռնիմ։ Գամ ես կորձ բիչ ունենամ։ Կամ ես հաջողություն պիտի չգտնեմ։ Եվ այսպիսի նման խոսքեր։ Այս հիվանդությունը ինձ մե պիտի չեր թաղեմ, չեր թար։ Հա? Ես ասել ասոր ավելի կհավատամ, քան Աստծո խոսքը, որ ինձ գսե դու բժշկված ես։ Որովհետեւ ես իսկապես կհավատամ այս խոսքը, իմ շրթներս ադի պիտի ելնե։ Ադի հստակ նշանն է, իմ լեզուս գամփաստանե ինձ իրականության մեջ։ Եթե Տեր Հիսուս ինչ կսե, գսե ամեն մարդ իր խոսածներով է, ինչ որ խոսած է, եւ ինչ որ կործած է, անոնցմով պիտի դադարդվի գսե։ Քանի ադի է, քու շրթները ինչ ելած է, քու կորձերը ինչ եղած են։ Դու զազից չափ գնաս ասել, ես նայեցեք, ասի գսեմ, որովհետեւ արթնցնեմ մեզի։ Okay? Որովհետև վստահ եմ բոլորս ասել գսենք անսագար բոլորս գավադան Հիսուսի, բոլորս գավադան Աստծո խոսքին, կասկածություն իմանգե։ Բայց մարզեր կան կամ որակներ կան հավատքի, հավատ կա գրագի մեջ տնեսն է գայրի, հավատ կա գրագի մեջ տնեսն է ավելի գզորանա, գմակրվի ավելի, հա։ So գուզեմ որ դեսնես եւ քու ներքին գարձածդ եւ աբրածդ հստակ է լա թուղթի վրա աչքի դարչև, ինչ կսես տուն, ինչ գարձես տուն եւ ինչ գաբրիս տուն։ Okay, հստակ է լաչքի դարչը։ Եղիային համար գսես հաստատ ինք կհավատար, որովհետև թակավորին ոչ արջևը պիտի ելներ, ոչ այլ աս խոսքերը պիտի հրճագեր թակավորին արջև, եթե ինքը Աստծո խոսքը պիտի չհավատար։ Հավատաց ասելով փերանը բացվեցավ։ Խոսելու սկսավ։ Եվ հավատաց քո փերանը դա կբացվի։ Իմ փերանը սա կբացվի։ Անոմար այնքան այս խոսքի մեջս վիտ մտնե, որ ես ուրիշ բան պիտի չտեսնեմ, այլևս բացի խոսքը։ Դիմացեն եթե ինձ օդար խոսք ասեմ, ասին չեք գնա, ասեն օդար ես տուն, սխալ դեղ է գարտուն։ Այստեղ Հիսուսին կպատկանի։ Ես ինչ
ինչ հիվանդություններ ու բժշկություններ տեսած եմ, քոնե ես 20 տարվա մեջ, չխոսեմ ուրիշներու մասին։ Okay, Բադվելին ինձ 1000 անգամ ավելին տեսած է, բայց ես քոնե 20 տարվան ինչապ տեսած եմ եւ տեսած եմ երկու հավատացյալներ քովի գեցած են։ Մեկը բժշկություն ստացավ, քովինը չստացավ, նույն բանն է, նույն օծությունն է, նույն շնորհքն է երկուքին գարցակվի, մեկը արավ, մյուսը չարավ եւ գզարմանամ խի, ինչու համար։ Մեկը շատ բարձրությամբ ընդունեց հավատաց, ընդունեց, քաշեց ալի։ Մյուսը ուրիշ բաներ ալգար, անոր գողքին, գրնալ լալ ներգային, խոսքեր գային, բայց դագավին իր մեջ ադիգա իրականություն չի եղած։ Իրեն թեր չէ բացված ադի, ավետարանը թեր իրեն չէ բացված, խագ է։ Կոց է իրեն համար թեր։ Ադի բեկե բացվի։ Որովհետեւ հստակելա, բդուղը հստակելա։ Jonathan Edwards անունով մեկ հատ միսիոնար գամսենք քարոզիչ մգար Ամերիկայի մեջ մոտ 1700 թվականներուն, եթե չսխալվեմ, ուրեմն աս մարդը իր բացմությունը, եթե գարտակ կսե, ինքը ամճկոտ մարդ էր, մարդոց երեսին չեր գրնար նույնիսկ նայել խոսելու, և լավ չեր գրնար դեսնել, մեծ ակնոցներ գաղվեր, իր նամակներն ալ մեծ դարերով գկրեր, և որ բիդի կարոզեր, թուղթը ասպես գարներ, ասպես կթներ, որ մարդու երեսը չի նայի, ասպես կկարոզեր, մեծ դարերով, և մի ամմադով ասպես ցույց կուդար, ույշ բան չերներ, ասեր, բայց ամբողջ Ամերիկան ցնցեց ինքը, վերարտնություն բերավ հավատքի լման Ամերիկայի մեջ, ինչպես եղավ ասի, որովհետև ինքը անխոսք, որ իրեն դրված է, որ դա ժողովրդին ինքը հավատար։ Մարդկային աչքով եթե նայես, ինքը բամը չուներ, դաղանթի հետ կապված, սիրքի հետ կապված, որ այդպես վերարտնություն բեր է։ Բայց մեկ հատ նայեցեք Jonathan Edwards-ին ցանկը մեկ հատ սերդեցեք, տեսեք ինչ վերարտնություն բերավ Ամերիկայի մեջ։ Այդ մարդը որ գամչնար իշխանություն ուներ, որովհետև խոսքը գավադար, խոսքը որ կկարոզեր ինքը հավադար, իշխանություն ուներ եւ գցնցեր վերարտնություն բերավ։ Ամեն։ Յայան հոստերը համարցակ էր, ելավ թակավորին սկսավ հրամայել, գնա ամեն մարգարեներ, սուտ մարգարեները գանչե, գնա գարմեղոս լերը քեզի կսպասեմ ամբողջ Իսրայելն ապեր եւ թակավորը ոտքի ելավ եւ հրավ այդ խոսքը։ Այսպես է որ պետք է լա այսօր։ Մեկ հատ Երևանայի իմ հետս երկրին երեսփոխանները Քրիստոսի մարմինին կով գերտան, որովհետեւ հարցնեն ինչ պետք է անենք։ Նախ եւ առաջ եթե իսկապես հավատքի քան երկրին մագերես լման կբողվի եւ որ ժողովուրդը աստվածավախ դառնա, սկսյալ վերեն մինչեւ վար, աստվածավախ դառնան, ոչ քողություն գլա, ոչ բռնուգություն գլա, ոչ շնություն գլա, արդարություն գլա երկրի մեջ։ Ամեն տեսակ բաներ կսկսի շտկվի երկրի մեջ եւ որ խնդիրներ կա, խնդիր կա, որովհետեւ Աստծո լքված է։ Աստված լքված է, ասելով խնդիրներ կա։ Երկիրը խնդիր չունենար եւ որ Աստծո կա։ Մեկ հատ Սողոմոնին հարցուր։ Մեկ հատ Դավիթ թագավորին հարցուր եւ որ Աստծո ինք գբաշտեր, Աստծո ճշտամունքը բերավ երկրի մեջ, գսե հաղթուտենե հաղթություն գերտա։ Բզդելի երկիր էր, դարձավ մեծ հզոր երկիր Իսրայել։ Զարկանալով մարդ արարած չի գրնար վերցնել բորնուգությունը։ Ասկան զարկանալ գա երկրի մեջ 21-րդ դարը գաբրինք զարկացում, ուսումի վրա, PhD վրա եւ այլն, դակավին գտեսնես բորնուգություն գա, քողություն գա, կինեմոլություն գա եւ ամեն տեսակ աղբանոց կա դեր երկրի մեջ եւ դա գավելնան գշատնան։ Բայց երբ որ Քրիստոս մտնե, լույսը ձակի, անգետ կգտեսնես բոլոր թևերուն աշխատանքը կսկսի թատրիլ եւ ամեն տեսակ գործ կսկսի բան մեռնիլ, դիվային գործեր։ Հալելույա։ Հետսեք ժողովուրդ։ Լավ, շարունակենք։ 21-րդ համար։ Եվ Երեմիան մոտեցավ ամբողջ ժողովրդին եւ ասաց. «Մինչեւ երբ դուք պիտի գաղաք երկու կողմի վրա։ Եթե դերն է ասված, գնացեք նրա ետևից, եւ եթե փաղն է, նրա ետևից գնացեք»։ Բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։ Տեսակ ինչպես համարցակ կել է ժողովրդին առջև եւ ինչ խոսք կսավ իմ այստեղ։ Մինչեւ եւ այսպես պիտի գաղաք։ Եթե ծեր ասվածն է շիտակը, թողստակը լա, եթե իմ ասվածն է շիտակը, թողստակը լա, հետևեցեք, անի որ ինձ ինքը կպաստե, բայց
ինչպես պիտի գայանաս ասանք խոսք սկսել, եթե դու վստահ չես կուսած այդ։ Չէ՞։ Եղիան ինչ որ ըրավ այստեղ գնամանի ինչ որ մենք ալ գնենք փեմեն գհրճագենք Աստծո խոսքը եւ ժողովրդին ինչ կնենք միշտ գմղենք որ քայլ առնե գմղենք որ որոշում առնե գմղենք որ Աստծո յետևի չէ եւ չենք կնար այդպես չնել իսկական քարոզը անկարոզը որ ժողովրդին պետք է ինչն է պետք է մեկ հատ հրեյրեն չէ՞ պետք է հրեյրեն հոսե Եղիան ելավ ամբողջ ժողովրդին գհրե Եվ ադոր համար չի կաշվի, շատ անգամ մարդիկ կխուսափին խոսիլ ճշմարտությունը, որովհետև գվախնան թիմացինը ինչ պիտի է, թիմացինը գնալա ցկե երթա, թիմացինը գնալա վիրավորվի իր մե եւ այլն, այսպես բաներ։ Բայց եւ որթուն Աստծո խոսքը հավատալով հրճագես իշխանությունը բարձրանա եւ ադով վրա ժողովրդի մեջ ցանկը բդուղները սկսի երևիլ, անկե կդեսնես ինչպես ժողովուրդը կսկսի Աստծո օրհնել։ Եվ այդ ժողովուրդը, որ գնալա սկիզբը նեղությունը սկաց, ինքն կսկսի Աստծո հետևիլ քեզի պես։ Ցարսո ադոր համար մենք միշտ գելենք եւ գխոսենք եւ գարաշնորթենք ժողովրդին առանց ամճնալու։ Ես գիտեմ շատ անգամ խոսածները որ ոստեն գխոսվի գնան մարդոց վիրավորեն, որովհետեւ գրոնական գաբանքի թեմ գրնալալ ելլե։ Ավանդություններու թեմ ելլե եւ միտքերնից բادرազմն էլ չէ, միտքերնից ճշմարտությունը հայտնելն է։ Որովհետեւ ճշմարտությունն է որ մեզ պիտի ազատակրե, չէ։ Շարունակենք 22։ Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միան ես մնացել եմ Տիրոջ մարգարե, իսկ Պաղաղի մարգարեները 450 հոգի են։ Վստահ ես Եղիա»։ Գիշեք երկու շաբաթ առաջ ցեզի գսեի չէ 50 ապտյան ծարան ասավ ինքը աստվածավախ էր, ասավ ես 100 հոգի տակցրել եմ, ասավ աստվածավախ մարգարեներ տակցրած եմ, որովհետև Հեզապելը եւ թագավորը կսպանեին իրենց, չէ։ Բահազեր ինքի դեր ապտյան իրեն ասավ Ոստե ինչ որ ասավ Եղիան շիդակ չէր։ Եվ քերեցիկը Սուրբ Հոգին ինչպես սխալնա շիդակ ամեն գահիտնե քեզի բացեպած պամ չիծած գեր Սուրբ Հոգին։ Ոստե սխալ արա ոս Եղիա մարգարե։ Ինքնին կգարձեր որ ինքն է միակ մարգարեն երկիրի մեջ։ Չէ՞։ Ես մի ամնացի գսե որ քիչ մը ուրած գխոսի այստեղ։ Բայց ասեն մարդը լալով հանդերձ խնդիր ուներ Խնդիր ունենալով հանդերձ դագավին ասված իրեն կորզածեց, որ երկինքեն գրագիչեցնե։ Եվ հոս կուզեմ ուրիշ բան ասել, որ կովդ լավ արցանակրես, սրդիտ մեջ, փորակրես։ Ասված գադարյալ մարդիկ չի փնտրեր։ Ասված կփնտրե մարդիկ, որ խոսքին վրա հենած են։ Եղիան խնդիրներ ուներ, բայց խոսքին վրա հենած էր։ Աստծո խոսքը ինչ կսեր, ինքը ադորումով կշարժեր։ Բայց խնդիրներ ուներ վստահաբար եւ ադիգա իրեն խնդիր եղավ 19-րդ գլուխի մեջ հաջորդ գլուխի երթերտաս վիտնեսնս ադոր բաժարով արդեն ինչ խնդիրներու մեջ ինգավ իր ծառայությունը նույնիսկ գես մնաց 1/3-ը նույնիսկ իր ծառայությանը չրավ բայց ասված իրեն երկինքով համբարձում տվավ չէ՞ մահ չտեսավ Եղիա մարգարեն թեև ինքը լավ գիտեր որ 100 հոգի տակցված է քոնե 100 հոգին տակցված է ինքը մեծ սխալ երավ Եվ որ ելավ թակավորին կամ ժողովրդին ավեշի դագը ասա որ միան ես կամ Ասիգա ինձի եւ քեզի համար քաչալերանք էր ագանչա մեջ Որովհետեւ Աստված ասպանք մարդիկ կնա կորզազել Աստված նաեւ մեզի ագնա կորզազել Եբրայեցիս նամակի մեջն է դե չսխալվեմ գսե կամ Հակոբոսն է ներողություն Հակոբոս թուղթի մեջը գսե նամակի մեջ գսե Եղիան ալ մեզի պես գրկոտ մարդ էր Yani մեկ խոսքով գսե ինձ եւ քեզի նման բարձ մարդ էր բայց իր կյանքով դες ասված ինչ կորձեր երավ So ես բազմից գուզեմ ասանք Լուիսի դակ բերել Եղիային սխալները որ տեսնեք Եղիան սուպերմենը չէր երկինքեն իջած հավատացյալ չէր ինքնալ մարդ էր ինքնալ սխալներ ուներ բայց ասված իրեն կորձած ասված չի փնտրել որ գադարյալ մարդիկ ասված կփնտրե որ հավատացյալ մարդիկ անոնք որոնք կհավատան իր խոսքը հավատացյալներ կփնտրե ինքը Դու գնաս շատ խնդիրներ ունենալ բայց եւ Աստծո խոսքով հավատքով շարժող մարդ ես ասված միս բոլոր բաները տեքեր գնե գլուծեմ ես բոլոր խնդիր չէ իրեն համար Աստված չէ որ մեզ գմերժե մենք մեզի գմերժենք Աստված չէ որ մեզի դուրս կհանե խումբեն եւ գսե դու չես կնար ծարայել
Մենք մեզի այդպես կնենք, որով մենք կգարձենք, որ պետք է ամեն ինչը գադարյալ լինենք, որովհետեւ Աստված մեզի կորզած է։ Ես չեմ գնար Դավիթ խոսիլ, ես պետք է խոսողը լամ նախ։ Բայց պետք է խոսիս, որ խոսողը լաս։ Ինչ ես գնա խոսողը լարանանց խոսելու։ Պետք է հավատքով քայլ առնես, որովհետեւ ես չեմ գնա ճուրերուն վրային քալել։ Օրը ճուրին վրային չի ցածկար, որ տեսնենք եթե մի քալես կամ ոչ։ Ես չեմ գնա մերելներուն հարություն տալ, մերելի վրա աղոթեցիր։ Ես չեմ գնար իմ ցերկովս մարդիկ չի բժշկվիր, մեկուն վրա ցերկը տրի աղոթեցիր։ Աստված չի փնտրել գադարյալ մարդիկ, Աստված կփնտրի հավատացյալներ։ Որ այս օրերուն այս տարում մեջ հավատացյալ բառնա կլիշե բառ դարձած է։ Ես հավատացյալ եմ, բայց բանի մեջ չի հավատար։ Ինչ հասկացանք հավատացյալ։ Ես քրիստոնյա եմ, բայց Քրիստոսի չեմ հավատար։ Ինչ հասկացանք։ Գամ գավալած Քրիստոսի եւ գեդեվի սիրան, գամ չես հավատա Քրիստոսի եւ մի սերես քրիստոնյա եմ։ Զուր նստենք շիդակ խոսենք։ Աստված մեզի չէ որ գմերժե, մանան խաչով, հետ չի մերժեր քեզ։ Դագարա քեզի գսե աղդո դեգուր, ես քեզի կմակրեմ։ Բայց եգուր ինձի։ Ես քեզի կմակրեմ։ Մի սпасեր մակուրը լաս որ կասկովս։ Որ դու օր մնալ բիդի չի գարնաս դու քեզի մակրել։ Եթե գրնայր, Հիսուս բեք չուներ կալու։ Հիսուս բեք չուներ խաչվելու Աստված բեկչուն իր որդին մերցնե խաչին վրա։ Բայց պետք ուներ սելով եկավ ինքը։ Շարունակենք։ Արդ, թող մեզ երկու զվարակ դան եւ նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը։ Գդրդեն այն եւ տնեն փայդերի վրա, բայց գրակ չվարեն։ Ես էլ բادرաստեմ մյուս զվարակը ու տնեմ փայդերի վրա, բայց գրակ չվարեմ։ Հետո դուք կանչեք ծեր Աստծո անունը, Փաղը, Աստարովտը եւ այլն։ Իսկ ես կանչեմ Տիրոջ անունը։ Եվ այն Աստվածը, որ գրագով պատասխան կտա, նա է Աստվածը։ Եվ ամբողջ ժողովուրդը պատասխանեց լավ խոսք է։ Եվ պատմությունը գիտեք ինչպես ժողովուրդը ելավ եւ բայց գուզեմ տեսնես Եղիան ասպես աս պատմություն կգարտաս կսես ինչ բարձ է գարձես Եղիան ելավ ամեն արջև սա ծեր զվարակը դրեք ես իմ զվարակս կտնեմ ան Աստվածը որ եկինքեն գրագիչեցնե գանչելնուս բաժարով Ան է իսկական Աստվածը։ Կարծես բարձ է։ Ինքը իրականորեն բարձ է։ Մենք պարտացուցած ենք պատմությունը։ Բայց Եղիա այդքան գահավադար, որ աս խոսքը իրեն համար բարձ է ռսելը, որով գիտեր Աստված պիտի պատասխանե, գիտեր որ Աստված կգամենա այս մեգանելու։ Մենք ենք սենել որ ազո զորություն ունենք նոր գտակարանի մեջ։ Մենք ենք գործություն ունենք։ Մենք ենք որ մեր ցերկերը տնենք հիվանդներուն վրա կբժշկվին։ Մեր կողմն է բադասխանը եւ ճշմարտությունը, որով Քրիստոսի մեջն է բադասխանը եւ ճշմարտությունը։ Իրականում պետք է բարձ լինի։ Պետք է բարձ լինի։ Եթե մենք ավետարանը ապրենք, ինչպես որ ավետարանը գխոսի, մարդոց բերանը գկոծվի։ Մարդիկ այսօր շատ կխոսին, որովհետեւ խոսողներուն իրենց խոսողներուն կյանքի մեջ շատ բան չեն տեսներ։ Սա գխոսին Եղիա մարգարեն երկինքեն գրագիչը ցույց բոլորը ձունգի իջան։ Բոլորն ալ Աստուծո երկրբակեցին։ Եվ որ այդպես հստակ նշանները լա հեղաշրջում կսկսի բերել մարդոց կյանքի մեջը։ Ադի հաստատ գիտեք։ Որքան է թշնամին գրվի եւ բادرազմի եւ որ տեսնե որ քեզ մե Աստուծո կորձը կգադարվի, ինքը այլևս ոնդե իշխանություն չունի։ Ժողովուրդը այլևս պիտի տեսնե եւ ադոր համացան պիտի ինքն ալ վգայություն դա։ Ես գիշեմ մեկ անգամ հովիվ Սեբուին հետ դումը մտանք Եհովայի վկաներ գային այնտեղ եւ իրենց աղբը գտապեին վարդապետությունը իրենց։ Եվ մենք կպատասխանեինք, գարնեինք ու դայինք այսպես, բայց ես դերմը ասա սրդիս մեջ նեղությունը սկսա հասկալ։ Դերմը չեն գասնիր։ Եվ ասում իրենց ագանջ կոծերն ասպես եւ միան իրենց քիծածը գսեն, բայց մեկը փանան դեսնեն իրենց ասածը շիդակ չի գա, իրենք բամը սորված են եւ այդ աղբը գտապեն։ Հետևաբար ես դարձա էսի նայեցեք էսի, դուք կսեք, մենք կսենք, մենք կսենք, դուք կսեք, դերմը չեն գասնիր։ Եք մեկը դաղոթենք։ Թող դերը փաստենք զինքսի։ Ես ադեսի, ասում ոտքի ելան, ասում մենք չենք կնար աղոթել ցեզի հետ։ Բախան, գեցա ասան, էսի լավ, մեկը փաստենք, ցերը սազը շիդագ է, մերը սազը ներթե շիդագ։ Որն է շիդագը, հասկանանք, համոզվենք, ադոր իման վրա շարժենք, yəni ասանք չարնենք չիդանք, թող փաստը լա ցերը սազին վրա, կամ մերը սազին վրա, որն է շիդագը։ Բախան։
Ես սերդից ցավ էր ադիգա։ Որքան ագանչը պիտկոցես, աչքը պիտկոցես, փերանդ պիտկոցես, ամեն դեղը պիտկոցես, որ չդեսնես, չուզես դեսնել, չուզես լսել, որովհետեւ չի փրկվիս, չի բժշկվիս, չազատագրվիս եւ թու բանի մեջ։ Եհովայի վկաները եւ իրենց նման աղանդներ միան վարտաբեդություն ունին, բայց փաս չունին։ Միան խոսք ունին, բայց գործ չի գա։ Քու ցանկը դա այդպես պետք չէ լա։ Իմ եւ քու ցանկը իբրև քրիստոնյա պետք չէ այդպես լա։ Պետք է խոսքը եւ գործը երևի։ Յութուն պետք է աշխատիս, որ ադիգա քու ցանկիդ մեջ երևի։ Մի ընդունիր հավատքի ցանկ առանց իրականության։ Քիչ առաջ մեր եղբորը գսե, ես ապաշխարեցի, որով իրականություն տեսա։ Ես տեսա մեկը գաբրի Աստծո խոսքը։ Ոչ միայն խոսի։ Դա ես ավելի քեշ օրինակներ տեսած եմ խոսող եւ չաբրող, նման հագարակ Լիբանանի մեջ։ Բայց վերջապես հետո հանդիպեցա Բադվելիկ Գևորգ Չապարյանի, որ տեսա իր խոսածը գաբրի, Աստվածաշունչը գխոսի, խոսվածը գաբրի, եւ իր կյանքի մեջ գերեվի, հոն հասկացա։ Okay, ես սխալ օրինակներու աչև կանգնած եմ, եւ այդ օրվանից ես ուխտերի, որ ես չթարնամ անանգանց։ Չթարնամ մեկը, որ գխոսի, բայց գործ չկա։ Մեկը, որ գխոսի, բայց չաղոթեր։ Մեկը գսե, որ ավետարանչություն պետք է ունենք, բայց չավետես։ Մեկը գսե, որ հրաշ կա, բայց կյանքի մեջ հրաշ չերևիր։ Բարգևներու աշխատությունը չերևիր։ Մի լարանանք հավատացյալ, խնդրեմ սիրելիս։ Եթե Աստվածաշունչը գսե, որ ասոն քեզի են, քեզի դրված է, ուրեմն պետք է ունենաս տուն, պետք է աշխատիս ադոն ունենաս, պետք է մարզես տուն քո անցած հավատքով, ադոն քո կյանքիդ մեջ դեսնվելու սկսին։ Հա? Պետքա զոմբա ես ասոր համար, Աստծո արչև կանգնիս եւ ասես դեր, ես չեմ ուզեր ավանդական քրիստոնյա մնալ։ Ես չեմ ուզեր անունով քրիստոնյա գոչվիլ։ Ես գուզեմ իսկական քրիստոնեական կյանք ապրիլ։ Սկսյալ իմ կյանքես, ինձ մե, որ ես գարենամ օրինակել լալ ուրիշներուն, որով այն ադեն Աստծո անունը պիտի փառավորվի։ Աստծո անունը չի փառավորվի ավանդությունով։ Ընդհանրակը ճիշտ հագարակը լա։ Ավանդությունը գրոնական գամբանք Աստծո անունը գավրե։ Աստծո անունը կփառավորվի եւ որթուն Աստծո խոսքին իման վրա շարժես եւ Աստված իր խոսքը հաստատե քո կյանքովդ։ Ոնք կփառավորվի Աստված։ Եղիային հետ այդպես եղավ։ Մեկ հատ աղոտ գրավ, երկինքեն գրագի չավ, բոլորը ձունգի եկան։ Իսկ իրենք ժամերով բաղադեցին, աղոտեցին, ինչեր ուրին, ինքնին բادرդեցին, բամը չեղավ։ Ինչու համար գարկը մարդիկ չեն համարցագիր այսպես խոսելու, որովհետև գվախնան, եթե բամը խոստանան եւ անգետ կասված չնեադի, այդ վախի մեջ գլան։ Բայց քեզ ուրախ լուր դամ սիրելիս, նոր գդագարանի մեջ Աստված ասավ ես կգամենամ եւ ես գրնամ եւ ամեն բան գդարվեցավ։ Նոր գդագարանի մեջ Աստված գրնալալ չգա այլևս նոր գդագարանի մեջ։ Նոր գդագարանի մեջ իր խոստումները, բոլոր խոստումները այո են եւ ամեն են։ Այս խոսքը միշտ ինձ մեծ լսեք։ Ամեն են եւ այո են։ Ամենը, ամեն եւ այո են։ Չգա ոչ։ Չգա գրնալալ, չգա հիմա ժամանակը չէ։ Այո են եւ ամեն են։ Դա անցյալ օրը մեգում գսե, չեմ իշեր, գսե Բողոս Սարակյալ, եթե Աստված իր որդին չի խնայեց եւ խաչը բարձրացուց, հաբա ադոր գողքի մեզի մյուս բոլոր բաները պիտի չդա։ Քանի իր որդին բարձրացնելը եւ սպանելը իր որդին խաչի վրա ադի ամենակերակույն բանն էր, որ երկինքը հրավ։ Իր միածինը մերցուց։ Եթե իր միածինը վերցուց քեզի ամեն բան ադոր գողքին պիտի չդա։ Գնաս սեր Դավիթ, բայց ես բժշկության բարգեւը չունիմ։ Կարևոր չէ ունենաս բժշկության բարգեւը, որ աղոթես մարդոց վրա։ Մարգոս 16-17-ին եթե գարտանք գսե նրանք ովքեր գհավադան, ով գհավադա այստեղ։ Նրանք ովքեր գհավադան, հետևյալ նշանները գանեն։ Իմ անունով թևեր գհանեն։ Քո մասիդ կխոսի, իմ մասից կխոսի։ Նոր լեզուներով կխոսեն։ Ցերկով օծեր կփռնեն ու եթե ովևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի։ Եվ լավ նայեցեք, հիվանդների վրա ցերկ կտնեն ու նրանց կբժշկեն։ Բժշկության բարգեւի մասին չի խոսի այստեղ, հավատացյալներու մասին կխոսի։ Անոր հավատա ցերկ պիտի տնե եւ պիտի բժշկե նրանց։ Անոր հավատա չի խոսի պետք է բժշկության բարգեւ ունենա, պետք է ասինչ ունենա, պետք է անինչ ունենա, միան պետք է հավատա։ Ամենը կապված է հավատքի հետ։
Եվ դու հավատ խառնես Աստծո խոսքին, դու ժայռի վրա գտնվես, քու արցակադդ կարցակվի, քու գաբվածդ կգաբվի։ Եվ դու ծեր տնես Իվանտի վրա ադի կբժշկվի, դու նոր լեզուներով կխոսես, դու ին խմես չես վնասվի, թևերը կվրընդես, թևերը քեզի կսկսին հնազանդիլ։ Եվ Աստված իր խոսքը պիտի հաստատե քու կյանքիդ մեջ։ Մի քանի համար վար եթե իջնենք 20-րդ համար գսեիս նրանք աշակերտները գնացին եւ քարոզում էին ամեն ուր Տիրոջ կորձակցությամբ եւ իրենց խոսքը հաստատում էին այն նշաններով, որ ուղեկցում էին իրենց, հաստատում էին իրենց խոսքը նշաններով, որ իրենց ուղեկցում էր։ Աստված հաստատում էր այն խոսքը, որ իրենք կքարոզեին եւ այդպես աշխարհը դարձի եկավ։ Աշխարհը դարձի չեկավ, որով համոզվեցան, որ քրիստոնեությունը լավ գրոն է։ Աշխարհը դարձի եկավ, քրիստոնեությունը մտավ աշխարհ, որովհետեւ այսպես հաստատումներ կար։ Եվ բոլոր աշխարհի հետանոսները տեսան, որ իրենց գրոնը, իրենց հավատքը փուջ է քրիստոնեության առջև։ Եվ Քրիստոսը ընդունեցին։ Թե ոչ որ մեկ երկիր եւ թագավորը պիտի ընդունի թագավորը, որ խաչին վրա մեռավ։ Աստվածը, որ խաչի վրա մեռավ։ Իրենց աստվածները, եթե նայես, մեկը երկինքի աստվածն է, մյուսը գայծակի աստվածն է, մյուսը որոդումի աստվածն է, մյուսը լերնին աստվածն է։ Այն մեկ, ասենք, գիտես, բադիվով աստվածներ շինած է մարտարարած, բայց չկա աստվածը, որ մեկը ստեղծե, որ նե, քո աստվածդ մեռավ։ Չկա անանգ աստված, ովևէ մեկ պատմության թագավորներ խոնարհեցան Քրիստոսի առջև, որով տեսան զորությունը, հաստատումը տեսան։ Քու կյանքիդ մեջ նա նույնը պիտի լա։ Բողոս Արաքյալ այբ Գորընթացիս 4-ի մեջ կսե 19-րդ համար, բայց շուտով գալիս եմ ցեզ մոտ, եթե դերը գամենա եւ ծանոթանալու եմ, ոչ թե քորոզացողների խոսքերին, այլ նրանց զորությանը։ Մեկ այլ լավ նայեցեք Բողոս Արաքյալ ասել ինչ կսե։ Քորոզացողներ կային, մարդիկ, որոնք հբարդաբարդ խոսքեր գսեին Բողոսի թեմ, Եկեղեցու թեմ եւ այլն։ Սուտ մարգարեներ ագային։ Ասավ ես պիտի երթամ ծանոթանալու ոչ թե իրենց խոսքերուն։ Ինձ գարվա չէ իրենց խոսքերը գսե։ Իրենց զորությունը տեսնեմ գսե որ Բողոս Արաքյալ։ Տեսնեմ զորություն գա իր կյանքի մեջ, այն ադեմ մտիկ կնեմ իրեն։ Եթե զորություն չի գա, փուջ է ամեն իր սազները աղբ է։ Սո գսե ես չեմ եկա ծանոթանալու իրենց խոսքերին, այլ նրանց զորությանը, որովհետև Աստուծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։ Աստուծո թագավորությունը խոսքով չէ, զորությունով է։ Խոսքը գա, զորությունն ալ գա։ Հաստատումն ալ գա այդ խոսքին։ Բարի։ Եգուր ես զապագեմ։ Եղիան սեները սկսավ մեկ խոսքով։ Աստուծո ոչ ժողովուրդ կար իր 4 կողմը հավաքված, ոչ նշաններ կար, ոչ հրաշքներ կար։ Մեկ հատ խոսք ստացավ Աստուծո, բայց ինքը անգան հավատաց այդ խոսքին, որ այդ խոսքին իման վրա շարժեցավ։ Okay, այդ խոսքին իման վրա շարժելուն բաժարով ինքը իշխանություն ունեցավ թագավորներու առջև գնալու, սուտ մարգարեներու առջև գնալու, երկինքեն գրագ իջեցնելու, մերենները հարուցանելու, որովհետև այդ խոսքին վրա գեցած էր ինքը, որ դեր ոչմը ստացած էր։ Նույն Աստվածը այսօր կփնտրե, նույն դեր Աստված այսօր կփնտրե մարդիկ, որոնք այնքան պիտի հավատան իր խոսքը, որ պիտի խոսին իր խոսքը, պիտի հրճագեն իր խոսքը, պիտի շարժին խոսքին հիման վրա։ Այնքան պիտի հավատաս, Աստված չի փնտրեր գադարյալ հավատացյալներ, Աստված կփնտրե հավատացյալներ։ Եթե խառնես տուն հավատքով Աստծո խոսքը, որ կստանաս, Աստված ինքը պիտի բարձրացնե խոսքը բարձրացնելով տունը քեզի ավիտ բարձրացնե։ Այն իշխանությունը, որ տուն կփափակիս ունենալ թևերու վրա, հիվանդության վրա, քու նկարակիրետ չէ որ պիտի կա, այլ պիտի կա քու հրճագումներդ հավատքիդ պատճառով։ Աստծո խոսքին վրա գնալով։ Այն փաստը, որ աշխարհը գուզե կամ պետք ունի տեսնելու քու վեճերով պիտի չլա, հավատացությունով պիտի լա։ Աստծո զորությունը պետք է ցուցադրվի եւ երևի, որ մարդիկ ապաշխարեն։ Եվ քու կյանքը ցիրելիս պետք է ցկտիս, որ այս մեկը ունենա։ Բարի։ Այս բահը մենք գնանք շատ սովորական անցնել, շատ բարձ անցնել, ասենք բարձաղոտ մնել, հետո ցկել երթալ։ Ամենս էլ դերը ցեզի է դսել, կա շաբաթ դեսնվին, վերջացնել այս բահը։ Գամ ոտքի գելես եւ հավատքով կքաշես երկինքեն այդ պետքդ քու։ Եվ գսես քու հավատքը կթրթես, գխառնես գրագը
այն խոսքով, որ այսօր խոսվեցավ, խոսքին վրա թիր եւ այդ մեկը քու սիրտդ լեցնի այնքան որ սկսես հրճագել հիվանդությանը դեմ, հրճագես նեղությանը դեմ, հրճագես բոլոր խնդիրներուն, որ քու կյանքիդ մեջ գրնագա։ Անոնց դեմ ելես իշխանությունով, Աստված իր խոսքը պիտի արկե ու խոսքին հետ համաձայն եղիր, բայց պիտի չհարկվի ան խոսքը, որ Աստծո խոսքը չէ, բայց պիտի հարկվի ան խոսքը, որ Աստծո խոսքն է։ Համաձայնիր հավատքով եւ թեմթիր։ Ամեն։ Եվ ոտքի գնանք սիրեներ։